Ֆոտոն վարժարանի օլիմպիական պատվոհարթակում արդեն եղած մեդալներին, դիպլոմներին ու գավաթներին ավելացավ եւս մեկը։ Հերթական հաղթանակը միջազգային է, իսկ մեդալը արծաթե։ Այն Գյումրի է հասել հեռավոր Ինդոնեզիայի Բալի կղզուց, որտեղ վարժարանի բնագիտական հոսքի աշակերտուհի Անահիտ Հունոյանը մասնակցում էր կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադային։ Հեղինակավոր այս օլիմպիադայում կենսաբանության ոչ միայն տեսական գիտելիքներն են ստուգվում, այլև վերլուծական ու գիտական միտքը։ Ոչ միայն դասագրքից էր, այսինքն ինչ-որ անգիր արած տուղեր չէր, այլ վերլուծական հմտությունների ստուգում էր ավելի շատ եւ իհարկե կենսաբանության գիտելիքները բազային այդտեղ նույնպես անհրաժեշտ էին եւ կենտրոնացած էր ոչ միայն արդեն իսկ արված բացահայտությունների կենսաբանության ոլորտի գիտելիքների վրա, այլ նաեւ նոր կիրառվող բիոտեխնոլոգիաների, նոր ինչ-որ կենսաբանական հայտնաբերությունների վրա։ Կիրառական կենսաբանության միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն էին ստացել նախընթաց 2 փուլերն առցանց ձևաչափով հաղթահարած աշակերտները, իսկ բուն եզրափակիչն անցկացվել է 2 փուլով։ Անահիտը նախ 30 հարցերի ու խնդիրների է ճիշտ պատասխանել, իսկ երկրորդ փուլում գործնական աշխատանք է ներկայացրել։ Հանրագումարը արծաթե մեդալն է։ Անցած տարի նույն այս օլիմպիադայում Անահիտը բրոնզե մեդալ էր նվաճել, այս անգամ բարելավել է նախորդ արդյունքները։ Կենսաբանության ուսուցիչը աշակերտուհու ջանքերը հաշվի առնելով հաղթանակը օրինաչափ է համարում։ Ես համարում եմ, որ դա օրինաչափ երևույթ էր։ Բոլոր գործոնները կային՝ դպրոցի աջակցությունը, մանկավարժների ճիշտ ուղղորդումը, աշակերտի բարբადելու գիտության նկատմամբ կենսական պահանջ ունենալու ցանկությունը եւ ընտանիքի աջակցությունը։ Սկզբնական շրջանում ֆոտոնի հաջողությունները մեծ էին մաթեմատիկա, ֆիզիկա առարկաներից, հետագայում աննախադեպ կերպով աճ են արձանագրել ինֆորմատիկայից։ Վերջին տարիներին հաջողությունները ինֆորմատիկայից, կենսաբանությունից, քիմիայից, մաթեմատիկայից բավականին շատ մեծացան, իսկ այսօր Աշտեն արհեստական բանականությանի հայտ գալով դեռ 2024 թվականի սեպտեմբերին արհեստական բանականության առաջին համաշխարհային օլիմպիադային Հայաստանից միակ մեդալակիրը ֆոտոնցի էր։ Կենսաբանությունը դինամիկ զարգացող գիտություն է եւ առնչվում է մարդու կյանքի ու գործունեության գրեթե բոլոր ոլորտներին։ Այդ է պատճառը, որ այն կիրառական գիտություն է համարվում եւ կարեւորվում է կիրառական կենսաբանությունը։ Այսօր կենսաբանությունը աննախադեպ արդյունքներ է գրանցել։ Երևի թե գիտությունների մեջ աչքի է ընկնում հենց դրանով։ Պահանջված է կենսաբանության կիրառական գիտելիքները։ Չկա ոլորտ, որտեղ այդ գիտելիքների կարիքը չլինի։ Դա վերաբերում է եւ երկիրմոլորակի էկոլոգիային եւ մարդու առողջությանը, որտեղ պետք է օգտագործել տեսական գիտելիքները, որոնք եւ ստանում են կիրառական նշանակություն։ Դրա համար էլ օլիմպիադան անգամ այսօր акցենտը դնում է, շեշտը դնում է հենց կիրառական կենսաբանության վրա։ Շատ հիվանդություններ են տարածվում ամենուրեք, վիրուսներ, անընդհատ պանդեմիաներ, դրա համար կենսաբանությունը մեր համար շատ կարևոր է, հատկապես որ շատ հին գիտություն չէ եւ անընդհատ նոր հայտնաբերումներ պետք է լինեն, որոնք էլ կօգնեն մեզ տարբեր իրավիճակներում։ Ընդհանուր առմամբ կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայում Հայաստանը ներկայացրել են 7 ուսումնական հաստատությունների 27 աշակերտներ ու բոլորը վերադարձել են մրցանակներով։ Հայ դպրոցականները նվաճել են 8 ոսկե, 12 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ։ Անահիտի հաղթանակը անցած ուսումնական տարում ֆոտոն վարժարանի համար արդեն 8-րդն էր, միայն միջազգային հարթակներում։ Տարվա ընթացքում օլիմպիական հաջողությունները բազմաթիվ են եղել։ Հանրապետական օլիմպիադաներից ունեցել ենք 16 պարգևներ։ Ունեցել ենք միջազգային հաղթանակներ, սա միջազգային հաղթանակների 8-րդն էր թվով։ Ունեցել ենք 3 բրոնզե մեդալ, ուրեմն արհեստական բանականությունից թիմայինով հեռավոր Ղազախստանում։ Ունեցել ենք Մոսկվայում արհեստական բանականությունից 3 առաջին կարգի դիպլոմներ արհեստական բանականությունից նորից բնույթով միջազգային հաղթանակ, Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադայից ինֆորմատիկայից ունեցել ենք բրոնզե մեդալ եւ հիմա կիրառական կենսաբանությունից մեր աղջիկը վաստակել է արծաթե մեդալ։ Միջազգային օլիմպիադաներում տարած հաղթանակները հայ դպրոցականների համար որոշիչ են նաև բու ընդունվելու հարցում։ Անահիտը միասնական քննությունների առաջին փուլի արդյունքներով ընդունվել է պետական բժշկական համալսարան, իսկ կենսաբանության միջազգային օլիմպիադայի արծաթե մեդալը հնարավորություն է տալիս չմասնակցել մրցույթին ու երաշխավորում է անվճար կրթություն իր նախընտրած բաժնում։ Լուսինե Հայրապետյան, Արթուր Մելիքյան, Հորիզոն։